Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոին։ Միացյալ Նահանգների նախագահի համակրանքին արժանանալու համար հավանաբար Մաչադոն նրան է հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակը։ Չնայած Թրամփն այս մեդալի մասին վաղուց է երազում, ընծան ընդունելով Նոբելյան մրցանակակիր չի դառնա։ Խաղաղության Նոբելյան կենտրոնն արդեն արձագանքել է, մեդալը հնարավոր է նվիրել, բայց խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի կոչումը ոչ։ Մաչադոյի ժեստը չի օգնել նրան ավելի մտերմանալ Թրամփի հետ։ Սպիտակ տան ղեկավարը, որ ավելի վաղ հայտարարել էր, թե Մաչադոն Վենեսուելայում չունի բավարար աջակցություն նախագահ դառնալու համար, հանդիպումից հետո էլ միտքը չի փոխել։ Նախագահի գնահատականը հիմնված էր իրողությունների վրա։ Դա իրատեսական գնահատական էր հիմնված խորհրդականների տեղեկությունների վրա։ Նրա կարծիքը այդ հարցի վերաբերյալ նույնն է։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին ձերբակալելուց հետո Թրամփը որոշել է իր խոսքով ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել Վենեսուելայում, բայց ժամկետ դեռ չի սահմանել։ Նախագահը հանձնարարու է մի օր ընտրություններ անցկացնել Վենեսուելայում, բայց ժամանակացույց չկա։ Մաչադոին Սպիտակ տանն ընդունելուց առաջ Թրամփը խոսել էր նախագահի պաշտոնակատար դարձած Դելսի Ռոդրիգեսի հետ։ Վենեսուելայի առևանգված առաջնորդի երբեմնի հավատարիմ աջակցի հետ Թրամփի հարաբերությունները շատ լավ են։ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելայում նոր քաղաքականություն է մշակվում։ Թեև նա ինքն է ընդունել, որ Թրամփը հատել է կարմիր գծերը, հիմա կարծում է, որ Միացյալ Նահանգների հետ խնդիրները պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվեն։ Մենք գիտենք, որ նրանք շատ հզոր են, գործ ունենք միջուկային տերության հետ։ Իհարկե չենք վախենում քաղաքական երկխոսության միջոցով այս պատմական հակասությունը լուծելուց։ Խնդիրը այն չէ, որ նախագահի պաշտոնակատարը վախենում է նրանց սպառնալիքներից։ Ի պատասխան ամբողջ Վենեսուելան է սպառնում։ Ես պարզապես ազգային միասնության կոչ եմ անում, որպեսզի ինքնիշխանությունը առաջնահերթ համարելով մենք դիվանագիտական պայքար մղենք։ Եթե մի օր իմ հերթը գա որպես նախագահ Վաշինգտոն գնալու, ես դա կանեմ քայլելով, ոչ թե սողալով։ Որոշ քաղաքագետներ նկատում են, հիմա Վենեսուելան ղեկավարելու համար պայքարում են ընդդիմության առաջնորդ Մաչադոն ու Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Ռոդրիգեսը։ Երկուսն էլ մեծ հաշվով փորձում են համոզել Թրամփին, որ հենց իրենք են նախագահի լավագույն թեկնածուն։ Մարիամ Ամիրջանյան, Էլենիա Հինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։